Իրավաբաններն ու հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները քննարկել են պետություն եկեղեցի հարաբերությունների խնդիրները։ Քննարկումից հետո Աշակ arքեպիսկոպոս Խաչատրյանն ու Միքայել Սրբազանը լրագրողների հետ զրույցում դատապարտել են եկեղեցու դեմ իշխանության գործողությունները, նշել, որ կուսակրոնությունն այն մեծ խնդիրը չէ, որը ծառացած է, կան շատ այլ մարտահրավերներ։ Այսօրվա Հայաստանում ստեղծված կացության պատճառը բացարձակապես կուսակրոնության ուխտի խախտումը չէ։ Բոլոր նրանք, ովքեր որ շեշտադրում են կատարում կուսակրոնության ուխտի կատարման խախտումների վերաբերյալ, պետք է մեկընդմիշտ հիշեն։ Հայաստանում գոյություն ունեն ծանր լրջագույն մարտահրավերներ եւ բացարձակապես կուսակրոնության ուխտի հետ առնչված խնդիրը դրա հետ չի առնչվում։ Ուրեմն զուր տեղ է, թե որոշ մարդիկ եկեղեցական բարեփոխիչի պատմության չհակնեն, կլինեն դրանք բարձրաստիճան պաշտոնյաներ կամ սովորական քաղաքացիներ։ Մենք տեսանք, թե 18 թվականին երկիրը բարեփոխելու իրենց ջանքերը ինչի հանգեցրեց։ Շատ շնորհակալ ենք եկեղեցին բարեփոխելու իրենց ցանկությունից։ Եթե նման բարեփոխիչներ մենք ունենանք եկեղեցում, ցավում եմ, որ այլևս բարեփոխելու ոչինչ չի մնալու։ Այդ բարեփոխիչները թող իրենց բարեփոխեն։ Գիտեք, չարին չարով չենք պատասխանում։ Եկեղեցի ենք մենք, չէ՞։ Մենք նույն մեթոդներով չենք պատասխանում։ Ուզում եք ասել հիմա էլ միջոցառում լինի նրանք կհրավիրվեն սիրահորժար։ Ես կողմ չեմ լինի հրավիրելուն, բայց եթե մեծամասնությունը հա, բայց ես համաձայնությունս հայտնեցի մեծամասնության, որ մեծամասնությունը այդպես որոշեց, ասի լավ, որևիցե արարգություն ցույց չտվի։ Բայց Փաշինյանը ինքն է անընդհատ սար դրել ձեր եւ պետության։ Այո, ինքը կարող է անել, բայց մենք նույն ձևով եւ նույն մեթոդներով չենք կարող պատասխանել։ Մենք եկեղեցի ենք։ Այսինքն դուք քրիստոնեաբար ներում եւ սիրում եք անգամ Փաշինյանին այսպիսի արտահայտություն։ Երևակայեք։ Իսկ որ ասում է Բեհարանը Բեհի։ Ինչի մանամ է, ես իր ռեբուսները չեմ կարող հասկանալ։ Դուք պետք է իմանաք։ Քրիստոնեաբար պետք է հարձակվենք եկեղեցու վրա եւ այնտեղ ընտրություններ տեղի ունենան։ Դուք վստահ եք, որ ներսից աջակցություն չի լինի եւ ինչ այս Իհարկե վստահ եմ։ Իրենք տեսեք ով էր նրանցից մեկը ինչ-որ կարծիք հայտնեց կենտանական մագանուն ունեցող մեկը այդպիսի կարծիք հայտնեց, չէ՞։ Փորձելով սեպ խրել ամուսնացյալ եւ կուսակրոն հոգեվորականության մեջ, թե ինչու ամուսնացյալ հոգեվորականությունը, ինչու վեր չեն բարձր Չէ, ինչու ամուսնացյալ հոգեվորականությունը չի կարող բարձր աստիճան ունենալ եւ նույն կուսակրոնները։ Այդ փորձում են այսպիսի սեպեր խրելով, հա, փորձում են պարակտում ստեղծել եկեղեցվո մեջ, դա չի հաջողվի։ Քասախ համայնքի բնակիչները վաղ առավոտից բողոքի ակցիա են անցկացրել, պահանջելով, որ 59 երթուղին սպասարկող ավտոբուսը, որն այլևս բնակավայր չի հասնում, նախկինի նման սպասարկի Քասախ համայնքը։ Ակցիայի մասնակիցները փորձել են փակել Երևան-Աշտարակ մայրուղին, վիճակը լարվել է, ինչից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի մի խումբ մասնակիցների։ Բռնություն է կիրառվել նաև տեղում մասնագիտական գործունեությունը կատարող լրագրողի նկատմամբ։ Բնակիչները նախկինում երթևեկում էին հարմարավետ ավտոբուսներով, իսկ հիմա իրենց առաջարկում են երթևեկել գազելով, իսկ ուղևորցն էլ թանկացրել են։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանության Աշտարակի բաժին ակցիայի ժամանակ քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակում։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ոստիկանության ծառայողի եւ լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանն ազատվել է ծառայությունից։ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 13-ից մեկնարկած իսրայելական հարձակումների ընթացքում երկրում զոհվել է 224 մարդ, բացի այդ վիրավորվել է 1227 մարդ։ Ըստ Իրանի առողջապահական գերատեսչության զոհերի եւ վիրավորների 90%-ը քաղաքացիական անձիկ են։ Առողջապահության նախարարությունը նշել է, որ բնակչության շրջանում զոհերի եւ վիրավորների թիվը հակասում է իսրայելական այն պնդումներին, թե իրականացվել են ճշգրիտ հարվածներ։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայել Բաղային X սոցիալական հարթակում գրել է, որ իսրայելական հարվածների զոհերի թվում կա 73 կին եւ երեխա։
Իսրայելում Իրանի հրթիռային հարձակումների 3 օրվա ընթացքում զոհվել է 24 մարդ, 600-ը վիրավորվել է, ասվում է կառավարության մամուլի ծառայության պաշտոնական հայտարարությունում։ 24 զոհ, 592 վիրավոր, որից 10-ը ծանր վիճակում, 36-ը միջին ծանրության, իսկ 546-ը թեթև վնասվածքներով, ասվում է հայտարարությունում։ Մամուլի ծառայության տվյալներով Իսրայելում գրանցվել է իրանական հրթիռների անկման 30 վայր, իսկ Իրանից Իսրայելի ուղղությամբ 3 օրվա ընթացքում արձակված հրթիռների ընդհանուր թիվը գնահատվում է 370։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը դատապարտել է գիշերն Իրանի կողմից Իսրայելի վրա բալիստիկ հրթիռներով իրականացված հարձակումը, Թեհրանի բնակիչներին սպառնալով հակահարվածով։ Այդ մասին Կացը համապատասխան գրառում է արել X սոցիալական հարթակում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Իրանն ու Իսրայելը կկարողանան համաձայնության գալ եւ դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին Թրամփն ասել է լրագրողների հետ զրույցի ժամանակ նախքան Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովին մեկնելը։ Սպիտակ տան ղեկավարի կարծիքով Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության հասնելու համար երկրներին պետք է թույլ տալ վեճը հասցնել մինչև վերջ։ Թրամփը նաև հաստատել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Իսրայելի պաշտպանությանը, սակայն ամերիկացի առաջնորդը չի ասել, թե արդյոք խնդրել է այդ երկրին դադարեցնել Իրանին ուղղված հարվածները։ Թեհրանն էլ Կատարին եւ Օմանին ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ իր շփումների միջնորդներին հայտնել է, որ Թեհրանը բաց չէ հրադադարի շուրջ բանակցությունների համար, քանի դեռ գտնվում է իսրայելական հարվածների տակ։ Եվ այսպես վարչապետը հունիսի 20-ին Էրդողանի հրավերով կայցելի Թուրքիա։ Ազգային ժողովի նախագահը հաստատել է լուրը, նաև նշել, որ այցը պատմական է, քանի որ Հայաստանի ղեկավարն առաջին անգամ է նման մակարդակի այց իրականացնելու։ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանում պատերազմ չլինելու համար կառավարությունը գործում քայլեր է անում, որոնցից մեկն էլ Փաշինյանի այցն է Թուրքիա։ Ես համարում եմ, որ նման գործում քայլերից մեկը հաջորդ հայտնի վարչապետի նախատեսվող այցն է Թուրքիա։ Այո, հաստատում եմ։ Եկեք այդ հաստատեցի, բայց մնացածը արդեն վարչապետի գրասենյակի։ Այո, հրավերի հիման վրա։ Բոլոր հարցերը տարածաշրջանային քննարկվելու են եւ ես կարծում եմ այդ այցը պատմական է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ղեկավարը առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու։ Լսեք, ես հիմա դժվարանում եմ անունը ասել, պաշտոնական աշխատանքային է, բայց որ դա երկկողմ այց է եւ հրավեր է արվել նախագահի կողմից եւ հենց այդ ֆորմատով է լինելու, այո։ Իսկ ակնկալիքը հայ-թուրքական հարաբերություններին է, ակնկալիքը այդ հանդիպումից, ամսի 20-ին ասած, ակնկալիքը այդ հանդիպումից հայ-թուրքական հարաբերություններին է վերաբերվում, թե նաև հայ-ադրբեջանականում հնարավոր է փոփոխություններ լինել, պայմանագրի կնքման, նաև ճանապարհների ապաշրջափակման։ Բոլոր հնարավոր հարցերին, որոնք որ հնարավոր կլինի քննարկել, այդ հարցերը կքննարկվեն։ Ոչ մի արտառոց բան էսպայի դրությամբ չեմ կարող ասել, որովհետև չեմ բացառում որևիցե քննարկում։ Կարող ենք ենթադրել, որ Թուրքիան ուզում է միջնորդ լինել այս երկխոսության մեջ, հայ-ադրբեջանական հարաբերությունների երկխոսության։ Չեմ կարծում, որ նման գնահատականներ տալը ճիշտ է։ Ես կարծում եմ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը որևիցե մի երկրի, նույնիսկ ոչ տարածաշրջանային երկրի աջակցությամբ կամ որևիցե մի մայրաքաղաքում, եթե խաղաղության պայմանագիր ստորագրեն, դա կլինի բոլորի շահերից, բայց ինչպես տեսակ, խաղաղության պայմանագիրը Ադրբեջանը եւ Հայաստանը ավարտին հասցրեցին միասնական եւ երկու կողմը կորոշեն էլի, երբ որ դրա ժամանակը գա, թե որտեղ կկնքեն, ինչ միջնորդություն կլինի միջնորդություն, թե ընդհանրապես միջնորդության կարիք չի լինի, թե այլ ֆորմատ կլինի, որտեղ դիվանագիտական բանում տարբեր ֆորմատներ գոյություն ունեն եւ ես չեմ բացառում, որ այլ ֆորմատների քննարկում նույնպես տեղի կունենա եւ ինչ որ մի ֆորմատ կընտրվի։ Կարող ենք ենթադրել, որ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը։ Նիկոլ Փաշինյանը խախտեց լռությունը, վարչապետը նոր գրառումներ է արել, նաև նշել, որ նախկինում հնչած քննադատությունները հաշվի առնելով բարձրաստիճան հոգևորականների մասին խոսելիս օգտագործելու է բացառապես կանոնագիր Քայոցի բառապաշարը։ Գրառումը վերաբերել է Արշակ Սրբազանին եւ Վեհափառին, գրառումները ձեր էկրանին են։
Մեծ յոթնյակի երկրների ղեկավարները Կանադայում անցկացված գագաթնաժողովի ընթացքում իրենց աջակցությունն են հայտնել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին եւ նշել, որ իրանական ճգնաժամի կարգավորումը պետք է հանգեցնի լարվածության թուլացման մերձավոր արևելքում։ Այս մասին ասվում է G7-ի երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Կանադայի կառավարության կայքում։ Մենք G7-ի ղեկավարներս վերահաստատում ենք մեր հանձնառությունը մերձավոր արևելքում խաղաղությանը եւ կայունությանը։ Այս համատեքստում մենք հաստատում ենք, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունն Իսրայելի անվտանգությանը եւ մենք նաեւ հաստատում ենք խաղաղ բնակչության պաշտպանության կարեւորությունը, նշված է հայտարարությունում։ Մեծ յոթնյակի երկրները եւս մեկ անգամ հայտարարել են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ G7-ի ղեկավարները հանդիպել են Ալբերտայի նահանգի Կանանասկիս քաղաքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրանցիներին կոչ է արել տարհանվել Թեհրանից Իսրայելի եւ Իրանի միջև ընթացող փոխադարձ հարվածների ֆոնին։ Այս մասին նա գրել է իր սոցիալական հարթակում։ Իրանը պետք է ստորագրեր այն գործարքը, որը ես նրանց ասել էի, որ ստորագրեն։ Շատ ափսոս եւ մարդկային կյանքերի ինչպիսի անիմաստ կորուստ։ Պարզ ասած, Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Բոլորը պետք է անհապաղ տարհանվեն Թեհրանից, գրել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը, որը Կանադայում մասնակցում էր G7-ի գագաթնաժողովին մերձավոր արևելքում տիրող իրադրության պատճառով, հեռացել է այնտեղից նախատեսվածից շուտ հունիսի 16-ին։ Եվ այսպես վարչապետն ունի եկեղեցականների վերաբերյալ հայտարարությունների ապացույցները։ Եկեղեցի կառավարություն հայտարարությունների մասին է խոսել Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ։ Վարչապետը նաև արձագանքել է, ինչու է հարցը բարձրացնում հենց հիմա, չէ՞ որ վաղուց հանրության լայն շրջանակում տեղյակ էին խնդիրներից։ Իսկ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասել էր, որ մայրաթոռին պատերազմ չի հայտարարել, նաև բերել էր գիրքը, որտեղ կանոնները հստակ սահմանված էին։ Հարցին արդյոք այս ամենը կհանգեցնի բախումների, Նիկոլ Փաշինյանը թեման անհետ է համարել։ Ես երկար ժամանակ առանձնապես լուրջ չեմ վերաբերվել այդ բոլոր լուրերին, ինչի մասին այսօր ասում եմ, որովհետև դե մտածել եմ մանավանդ այսօր մամուլում ինչի մասին ասես, ինչ ասես գրում են, եւ ես չեմ մտածել, որ դա նման բան ընդհանրապես հնարավոր է, որքան էլ դա միամիտ հնչի։ Եվ պիտի ասեմ նաև, որ իմ լրագրողական գործունեության ընթացքում էլ ես չգիտեմ ինչպես է դա պատահել, բայց ես այդ թեմաների հետ առնչվելու առիթ չեմ ունեցել, բայց ինձ համար մի բան է խոսակցությունը, մի բան է բամբասանքի ժանրին նմանվող ինչ-որ մի բան, եւ բոլորովին ուրիշ բան է ապացուցելի փաստը։ Երբ որ իմ առաջ եղել է ապացուցելի փաստ, այսինքն ես արդեն չէի կարող համոզված չլինել այդ լուրերի ճշմարտացիության մեջ, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որպես մարդ, որ ունի հոգևոր կյանք, ինձ համար հարց էր, թե ինչպես պետքա ես վերաբերվեմ այս ամեն ինչին, եւ ինձ համար պարզ էր, որ ես այդ ամեն ինչին պետքա վերաբերվեմ համաձայն հայ առաքելական եկեղեցու ավանդի եւ կանոնների։ Եվ ընդ որում այսօր խոսում են նաեւ ընդդիմության ներկայացուցիչները, ասում են եկել են կուսության հարց են քննարկում։ Հարգելիներս, կուսության հարց չենք քննարկում։ Քննարկում ենք լեգիտիմության հարց։ Լեգիտիմության հարց, որովհետեւ 356 թվականին տեղի է ունեցել Աշտիշատի ժողովը, որը մեր եկեղեցու համար սահմանել է կուսակրոնության դաս, որը պետք է պահի եկեղեցու ավանդը եւ պետք է ղեկավարի եկեղեցին։ Ընդ որում հիմա կուսակրոն քահանաները իրենք ունեն վերադաս աստիճան ամուսնացյալ քահանաների նկատմամբ։ Հիմա ամուսնացյալ քահանաները ամուսնացած մարդիկ են եւ այսինքն ոչ մի վերապահում նրանց չկա, որովհետեւ իրենք իրենց ուխտը չեն խախտել։ Բայց այստեղ հարցը հետեւյալն է, եթե նրանք մի մասը դե ֆակտո ամուսնացած է եւ այլն, եւ կուսակրոնության բերումով ղեկավարում է ամուսնացյալ քահանաներին, բայց ինչի է ղեկավարում։ Ընդհակառակը ամուսնացյալ քահանաները
այս համատեքստում եւ հոգեվոր եւ բարոյական առումով շատ ավելի բարձր են, որովհետեւ նրանք իրենց հոգեվոր ուխտը չեն խախտել, քան նրանք, ովքեր իրենց հոգեվոր ուխտը խախտել են։ Ընդ որում ես էլ եմ ասում, ես հիմա ինչ գրում եմ եւ ասում եմ, ես այն երկրորդ գիրքը չբերեցի, ես ամեն ինչը, ինչ նախադասություն ասում եմ, հիմնավորում եմ հայ առաքելական եկեղեցու կանոններով։ Հիմա իմ ձեռքի տակ է, օրինակ, 2020 թվականի հրատարակության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակության համաբարբար կանոնագիրք հայոց կոչվող կանոնների ժողովածու, որտեղ հստակ սահմանվում է, թե կուսության ուխտի զանցառման պարագայում ինչա տեղի ունենում։ Հայաստանը կկասեցնի ցանկացածի իր ձևով որևէ հարց լուծել է, վարչապետն է հայտարարել անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի տանը տեղի ունեցած խուզարկությանը։ Փաշինյանն ասել է, որ Սամվել Կարապետյանի հայտարարությունն արժանացել է համաժեք գնահատականի։ Հարցին ով ասի, որ եկեղեցու կողքին է կանգնած արժանանալու են նույն ճակատագրին, Փաշինյանը պատասխանել է, ով ասի, եթե քաղաքական գործիչներն ու ճանապարհները չաշխատեն, մենք մեր ձևերով կմասնակցենք, արժանանալու են։ Նշեմ, որ խոսքը հարցազրույցի մասին է, որտեղ գործարարը հայտարարել էր մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևերով ենք մասնակցելու այս ամեն ինչին։ Փորձեր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունում կարող են գալ ինչ-որ մարդիկ, ինչ-որ տեղերից եւ ինչպես իրենք են ասում, իրենց ձևերով ինչ-որ բան անել եւ Հայաստանի Հանրապետությունը ունի արձագանքի կոնկրետ լծակներ եւ ես չեմ հանդուրժի ընդհանրապես որևէ մեկի լեզուն պտտվի տես բան ասի։ Ես ընդհանրապես խորհուրդ եմ տալիս, որ որևէ մեկի լեզուն չպտտվի տես բան ասի, որովհետեւ գիտեք Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է եւ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուրը ունի կարծիք արտահայտելու, հավաքներ անցկացնելու, քաղաքական եւ հանրային կյանքի մասնակցելու իրավունք, բայց Հայաստանի Հանրապետությանը սպառնալ որևէ մեկը չի կարող եւ ես ինչքան էլ ժողովրդավարություն ամենակոշտ եւ ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում։ Այսինքն Կարապետյանը ուղղակի ասաց, որ ես կլինեմ եկեղեցու կողքին։ Կարապետյանը, գիտեք ինչ, եկեղեցու եւ որ այսպիսի բան ասի պետք է Կարապետյանը ասաց, որ մենք եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, այսինքն եթե քաղաքական մենք մեր ձևերով կմասնակցենք կամ կմիջամտնենք եւ այլն եւ այդպես շարունակ։ Դա արժանացել է եւ արժանանալու է կոնկրետ համարժեք գնահատական։ Ընդհանրապես ես ձեզ մի բան ասեմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն էլ իմիջայլոց մեզ մեղադրում է եւ մարզային այցերում էլ այդ մեղադրանքը հաճախ են նշում։ Մեր երկրում ցավոք շատերը կամ ոմանք ժողովրդավարությունը փորձում են նույնացնել թուլության հետ։ Ես ասում եմ, նրանք ովքեր կփորձեն կամ կշփոթվեն ժողովրդավարությունը թուլության հետ շփոթել, պետության համը կմնա նրանց բերանները։ Սամվել Կարապետյանի ակտիվացումը վարչապետն ուղիղ կապում է իր հանձնարարականի հետ։ Մեկ ամիս ժամկետով կառավարության անդամներին տվել էր հանձնարարական, որ հեծի կողմից ժողովրդին հասցված վնասը պետք է վերականգնվի։ Մեկ ամսվա ընթացքում կամ պետք է հստակ ժողովրդին հասցված վնասը վերականգնելու մեխանիզմներ ներդրվեին, կամ հեծը պետք էր ազգայնացվեր, այսինքն պետականացվեր։ Այժմ մասնագետներն ու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը քննարկում են հեծն ազգայնացնելու մասին օրենքի նախագիծն ազգային ժողով բերելու հարցը, ասել է վարչապետը։ Տվել է հանձնարարական, որ մի ամսվա ընթացքում կամ պետք է հստակ ժողովրդին հասցրած վնասը վերականգնելու մեխանիզմներ դրվեն, կամ հեծը պետք է ազգայնացվի, այսինքն պետականացվի։ Իմ հանձնարարականի օրը լրանում է հունիսի 21-ին, եւ ես այդ ակտիվացումը ուղիղ կապում եմ իմ այդ հանձնարարականի, իմ այդ որոշման, որովհետև կառավարության անդամները սկսել էին աշխատել, հեծին հստակ ուղերձ տվել էին, որ տեսեք, եկեք կամ հստակ հաշվարկում ենք ժողովրդին ինչ վնաս եք հասցրել, ոչ միայն ժողովրդին, պետական եւ մասնավոր կազմակերպություններին, որովհետև որ գյուղ գնում եմ, որ համայնք գնում եմ,
որ մարզ գնում եմ, մարդիկ համատարած ինձ առաջ ուղիղ հարց են դնում, ասում են հոսանք անջատվել է, մի հատ լվացքի մեքենա ունեինք, վառվել է, մի հատ սառնան էինք առել, վառվել է, հեռուստացույց ունեինք, վառվել է, ով է դրա պատասխանը տալու։ Երբ որ դա 1 դեպք է, 2 դեպք է, 3 դեպք է, դա ուրիշ իրավիճակ է։ Ես Լոռու մարզում այց եմ կատարել, Լոռու մարզի իմ այցի ժամանակ ես ուր մտել եմ, հոսանք չի եղել։ Ուր մտել եմ կամ եղել է, անջատվել է։ Դպրոց կլինի, մանկապարտեզ կլինի, հյուրանոց կլինի, մասնավոր հիմնարկ կլինի, համայնքային հիմնարկ կլինի։ Սա անհանդուրժելի վիճակ է եւ ասում եմ, եկեղեցին տվյալ դեպքում հեծի շուտով նախկին սեփականատերերի համար ընդհանրապես ծխածածկույթ է։ Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանին ազատելու որոշմանը։ Վարչապետը պատասխանել է հարցին, արդյոք ազատումը կապ ունի Սամվել Կարապետյանի տանն իրականացվող գործընթացների եւ եկեղեցու դեմ Փաշինյանի գործողությունների հետ։ Արմեն Աբազյանը իմ վարչապետության ամենաերկարն է եղել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում եւ աշխատել է ամենաբարդ շրջանում 2020 թվականի նոյեմբերից եւ նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ եւ ես կարծում եմ որ նա արժանացել է որ մի քիչ հանգստանա որովհետեւ այս 4 ավելի մի րոպե 5 տարի այդ լարված պայմաններում աշխատել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում կարծում եմ հասկանում եք որ հեշտ չի։ Իմ նշած հանգամանքների հետ կապ չունի։ Գիտեք, ձեր նշած հանգամանքների հետ ուղղակի կապ ունի իմ նշած հանգամանքների հետ, իսկ ընդհանրապես ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատանքը առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես այն ինչ որ վերաբերվում է անվտանգությանը, այդ թվում հիբրիդային։ Հրաժարվել է որևէ հանձնարարություն կատարել, պարոն վարչապետ։ Չէր կարող ազգային անվտանգության ծառայության տնօրենը հրաժարվել ին որևէ հանձնարարություն կատարել։ Սամվել Կարապետյանին մեղադրանքի առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։ Լրագրողների հետ զրույցում փաստաբանն է հայտնել։ Նաև ասել է, որ Կարապետյանը չի ընդունում մեղադրանքը։ Կարապետյանին քննչական կոմիտեից տեղափոխել են դատարան խափանման միջոցի հարցը քննելու։ Քննչական կոմիտեի բակում հավաքվածները Սամվել Կարապետյանին ողջունել են ծափահարություններով, այնուհետև իրենք եւս երթով ուղևորվել են դատարանի շենք։ Դատարանի բակում էին նաև հոգևորականները, նրանց թվում էր նաև Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Nersisyan-ը։ Ես այստեղ եմ նաև որ բերեմ փոխանցեմ Ռուսաստանաբնակ 100,000-ավոր հայորդիների զորակցությունը։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի բարեպաշտ հայորդիների աղոթական զորակցությունը եւ նվիրումն ու հավատարմությունը Սամվել Սարգսովիչին, ում ինձանից լավ գիտեք բոլորդ եւ գիտի ամբողջ հայ ազգը։ Ես կարծում եմ, որ այո, իհարկե, ես կարծում եմ, որ ցանկացած ժողովուրդ, ցանկացած երկիր ուրախ պետք է լիներ, որ իր ազգը ունի նման զավակ, հայրենասեր, ազգասեր։ Ուրախ էր Փաշինյանը մինչև 3 նաև։ Պետականամետ, որը արտահայտել է այդ արժեքները իր բազում գործերով, իրագործումներով։ Եվ այսօր էլ շարունակում է իրականացնել։ Եկեղեցին բազմիցս իր հայտարարություններով արտահայտել է իր կեցվածքը, իր վերաբերմունքը, իր մոտեցումը ժողովրդի ազգի հայրենիքի պետության շահերին։ Եվ դա այդ հայտարարությունները գրված են, հրատարակված են քաղցրած։ Հիմա կրկնել իմաստը որն է։ Հիշեցնեմ, գիշերը խուզարկություններ էին իրականացվել գործարարի Երևանյան առանձնատանը։ Ավելի ուշ Կարապետյանը դուրս էր եկել տնից եւ իրավապահների հետ հեռացել։ Հեռանալիս Կարապետյանն աջակիցներին դարձյալ ասել է, որ եկեղեցու ժողովրդի կողքին է։ Ասելիքս նույնն է։ Ես մեր եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին եմ։ Ինչքան էլ փորձեն սևացնեն ոչ մի էլեկտրական ցանց, թքած ունեմ իրանց վրա էլ, իրանց էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ ալնելու։
Ժողովուրդը մեկը իր խոսքը ասելու է, իրանք հասկանալու են, որ Բանուն ես ասելու 5 տարի ամեն օր ինձ տենում ես։ իրանք հասկանալու են, որ սխալվեց։ Անհետ կորած ինձարայողների հարազատները բողոքի ակցիային անցկացրել կառավարության մոտ հստակ բացատրություն են պահանջել վարչապետից ՀԱԱՑ տնօրենի ազատվելու հարցով։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ Աբազյանը ներգրաված էր բանակցություններում եւ կարծես դրական շարժ կար։ Միակ պաշտոնյան էր, որն իրենց ընդունում էր եւ քաղաքական խաղերի պատճառով հեռացնում են մի մարդու, որը զբաղվում էր իրենց կորած հարազատների հավանական վերադարձի հարցով։ Ավելի ուշ նրան գնացել է նաեւ ազգային ժողով։ Վարչապետն արձագանքել է հարցու պատասխանի ժամանակ, նշել, որ ԱԱՑ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել եւ չէր էլ կարող փոխել, որովհետեւ ի վերջո կա ինստիտուցիոնալ կառույց եւ մեր պայմանավորվածությունը որևէ ձևով փոփոխություն չի կրում, ասել է Փաշինյանը։ Ուզում են մի քայլ անին, բացահայտին, անհայտների հարցը լուծին, բայց ոչ մի բան չեն անում։ Դիմը արդեն մնաց օդի մեջ, չէ՞, եթե ասենք Աբազյան դուրս գա, արդեն մնում է օդի մեջ։ Փետրվարի 7-ի հանդիպումից հետո ադրբեջանական կողմի հետ այլ հանդիպում եւս եղել է, տեղյակ եք։ Չէ, դե դրանից հետո այս ամսի վերջին պետքա լիներ, դիմը արդեն բան չանի։ Այստեղ ձեր պահանջը Նիկոլ Փաշինյանից ո՞րն է։ Մեր երեխեքը։ Մեկ էլ Աբազյանի որ հրաժարական չտա, չազատվի։ Իսրայելում ավելի քան 800 մարդ է տուժել Իրանի հրթիռակոծությունների հետևանքով։ Այս մասին հաղորդել է Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը։ 804 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից 8 մարդ ծանր վնասվածքներ է ստացել, 41 մարդ միջին ծանրության, իսկ 755 մարդ թեթև վնասվածքներ, ասվում է հայտարարությունում։ Բացի այդ, Իրանի եւ Իսրայելի միջև հակամարտության սրման պատճառով Իսրայելում շուրջ 3800 մարդ ստիպված է եղել տարհանվել իրենց տներից։ Նշվում է նաև, որ զոհերի մասին տվյալները հունիսի 16-ից չեն փոփոխվել։ Նրանց թիվը կազմում է 24։ Թեհրանի վրայով անցավ տորնադո։ Իշխանության խորհրդանիշները ռմբակոծվում եւ ոչնչացվում են հեռարձակման շենքից, մինչդեռ բնակիչների բազմությունը փախչում է։ Այս մասին X-ում գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Ահա թե ինչպես են փլուզվում բռնապետությունները, նշել է Կացը։ Հիշեցնենք, որ անցած գիշեր Իսրայելը շարունակել է Թեհրանին հարվածներ հասցնել։ Օրերս այն հարվածել էր Իրանի պետական հեռուստատեսության շենքին։ Հարձակման պահին հեռուստաընկերությունը եղել է ուղիղ եթերում։ Հարվածից անմիջապես հետո հեռարձակումը դադարեցվել էր։ Մեծ յոթնյակի երկրների ղեկավարները քննարկել են բանակցությունների միջոցով իսրայելա-պաղեստինյան հակամարտության քաղաքական կարգավորման կարևորությունը։ Այս մասին ասվում է G7-ի գագաթնաժողովի նախագահ կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունիսի 17-ին։ Ղեկավարները քննարկել են մարդասիրական օգնությունն անարգել Գազա հասցնելու, բոլոր պատանդներին ազատ արձակելու եւ մշտական հիմունքներով անհապաղ կրակը դադարեցնելու կարևորությունը։ Մեծ յոթնյակի պետություն ղեկավարները քննարկել են Իսրայելի հակամարտությունները Գազայի հատվածում, պաղեստինյան Համաս արմատական խմբավորման, ինչպես նաև Իրանի հետ։ Կանադայի վարչապետը մեջբերումներ է արել G7-ի հունիսի 16-ի հրապարակված հայտարարությունից, որի համաձայն Իրանի շուրջ ճգնաժամի կարգավորումը պետք է հանգեցնի տարածաշրջանի լարվածության թուլացման։ Ի դեպ, Կանադայում անցկացվող գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ-ի առարկությունների պատճառով մեծ յոթնյակը չի համաձայնեցրել Ուկրաինայի վերաբերյալ ընդհանուր հայտարարությունը։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր է 2027 թվականից ընդմիշտ հրաժարվել ռուսական գազից։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովը ուսումնասիրել էր Ռուսաստանից վառելիքի ամբողջապես հրաժարվելու առաջարկները։ Այսօր մենք ուրվագծեցինք մեր առաջարկը մինչև 2027 թվականի վերջը արգելել ռուսական գազի ներմուծումը։ Եվրոպան արդեն զգալիորեն նվազեցրել է իր կախվածությունը։ Հիմա մենք ընդմիշտ փակում ենք գազի ծորակը։ Ռուսաստանը այլևս չի կարողանա էներգիան որպես զենք օգտագործել մեր դեմ, գրել է Կայա Կալասը X սոցիալական ցանցում։ Հունիսի 17-ին Եվրամիության էներգետիկայի հանձնակատարը Եվրահանձնաժողովին ներկայացրել է Ռուսաստանից վառելիքների, այդ թվում բնական գազի եւ հեղուկացված բնական գազի փուլային հրաժարման առաջարկներ։ Այս նպատակին հասնելու համար Եվրամիությունը կարող է օգտագործել նոր օրենսդրություն, այլ ոչ թե պատժամիջոցներ։ Առաջարկի համաձայն գործող կարճաժամկետ պայմանագրերը պետք է դադարեցվեն մինչև 2026 թվականի հունիսի կեսերը, իսկ երկարաժամկետ պայմանագրերը մինչև
2027 թվականի վերջը։ Եվ այսպես վարչապետը նոր գրառում է կատարել, նշել, որ Կտրիչ Ներսիսյանն ու Սամվել Խաչատրյանը, որոնք խախտել են Մայրտաճարի խորանի առաջ ստանձնած ուխտը եւ ստորագրած ուխտագիրը, որևէ գերակայություն չեն կարող ունենալ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ամուսնացյալ քահանաների նկատմամբ, որոնք ազնիվ են Աստծոյի եւ իրենց հոտի առաջ ու առաքինի իրենց ծառայության մեջ։ Նրանք արժանի չեն ոչ միայն ամուսնացյալ քահանաներին որևէ հրահանգ տալ, այլև նույնիսկ կանգնել նրանց կողքին, նշել է վարչապետը։ Հայ առաքելական եկեղեցու հետ հարաբերություններին վարչապետն անդրադարձել է նաև ազգային ժողովում 2024-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ամփոփիչ ելույթում, նկատելով, որ փորձ է արվում ներկայացնել, թե իշխանությունը պայքարում է եկեղեցու դեմ, բայց իրականում կանգնել են եկեղեցու սրբություն սրբոցը նվիրապետությունը պաշտպանելու դիրքերում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից եւ իրենք ոչ թե եկեղեցու դեմ են պայքարում, այլ արժեքների եւ նվիրապետության համար։ Անդրադառնալով իշխանության հասցեին հնչող մեղադրանքներին, թե եկեղեցու դեմ խոսելով իշխանությունը կատարում է թուրքերի եւ ադրբեջանցիների ուզածը, վարչապետն ասել է, որ դա մեր իրականության ամենախոշոր եւ ամենապրոբլեմատիկ խոսույթն է։ Փորձ են անում ներկայացնել, թե մենք պայքարում ենք եկեղեցու դեմ։ Իրականում մենք կանգնել ենք եկեղեցու սրբության սրբոցը նվիրապետությունը պաշտպանելու դիրքերում։ Մենք այսօր այլ բան չենք անում, քան եկեղեցու 356 թվականի աշտիշատի ժողովով հաստատված նվիրապետությունը պաշտպանելն է։ Աշտիշատի ժողովում սահմանվեց, որ եկեղեցու վերնախավը պետք է լինի ուսակրոն։ Ինչու՞։ Առաջինը դավանաբանական հիմնավորումներով, որովհետև այդ դավանաբանական հիմնավորումներն է, որ եկեղեցու եւ Հիսուս Քրիստոսի եկեղեցու ծառաները, ամենանվիրված եւ հավատարիմ ծառաները պետք է մոռանան անձնական կյանքի մասին, պետք է մոռանան ամուսնության մասին եւ պետք է ամուսնանան եկեղեցու հետ, պետք է անձնական կյանք ունենան եկեղեցու հետ, իրենց անձնական կյանքը պետք է պարփակված լինի Հիսուս Քրիստոսի ծառայության եւ ոչ որևէ այլ բանի մեջ։ Վարչապետը կարծում է, որ վերջին 7 տարիների պատմությունը հաջողության ոչ թե անհաջողության պատմություն է։ Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով Լեռնային Ղարաբաղի հարցը որպես թոք օգտագործվել է, որ Հայաստանը չգտնվի։ Տեսեք, շատ են խոսում նրա մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։ Ես այս հարցի մասին էլ բնականաբար շատ մտածել եմ եւ այստեղ էլ իմ եզրակացությունը հետեւյալն է. մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Այս է ճշմարտությունը, որովհետեւ ինչպես նախկինում ասել եմ, Լեռնային Ղարաբաղի հարցը որպես ինչպես ընդդիմության գործընկերներն էին ձևակերպում, որպես թոք օգտագործվել է, որ Հայաստանի Հանրապետությունը չգտնվի, Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն չկայանա եւ Հայաստանի Հանրապետությունը կայանում է եւ Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ ես եւ մենք բոլորս առնվազն ես, որովհետեւ բոլորի հետ չեմ խոսել, դրա համար իմ անունի այս թեմայով շատ մանրամասն չեմ խոսել, ավելի լավատես եմ, քան երբևէ։ Եվ ելի ուզում եմ ասել, որ սա ոչ թե անհաջողության, այլ հաջողության պատմություն է եւ սա է իմ այս պահի ամենակարևոր արձանագրումներից մեկը։
Ամերիկյան հետախուզությունը սենատորներին տեղեկացրել է, որ իր նախորդ եզրակացություններն այն մասին, որ Իրանն աշխատանք չի տանում միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ հաստատվել են։ Սենատի հետախուզության հանձնաժողովի փոխնախագահը հայտարարել է, որ հունիսի 16-ին արդեն Իրանի վրա Իսրայելի հարձակվելուց հետո սենատորները տեղեկացված են եղել, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները դեռևս որևէ ապացույց չեն տեսնում, թե Իրանը փորձում է միջուկային զենք ստեղծել, ասվում է հրապարակման մեջ։ Նախագահ Դոնալդ Թրամփին հունիսի 17-ին հիշեցրել են այս ամենի մասին, ինչին ի պատասխան նա ասել է. «Ինձ հետաքրքիր չէ, կարծում եմ նրանք շատ մոտ են եղել միջուկային զենք ստեղծելուն»։ Սենատի հետախուզության հանձնաժողովի փոխնախագահը այս կապակցությամբ ասել է. «Այդ դեպքում ստացվում է, որ նախագահը ըստ էության մերժում է բոլոր հետախուզական տվյալները։ Ես նվազագույն պատկերացում չունեմ, թե ինչպիսին է այժմ ԱՄՆ քաղաքականությունը այս ամենի վերաբերյալ։ Ես հետախուզության հանձնաժողովի փոխնախագահն եմ, բայց եթե ես նվազագույն պատկերացում չունեմ, ապա ինչ է հայտնի ամերիկյան ժողովրդին», հավելել է փոխնախագահը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն արդեն մի քանի շաբաթից կարող էր միջուկային զենք ունենալ եւ եւս մեկ անգամ շեշտել է, որ դա թույլ տալ չի կարելի։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ Թրամփը նաեւ ափսոսանք է հայտնել, որ չի հաջողվել Իրանի հետ կնքել միջուկային խնդրի շուրջ համաձայնագիր, որը նրա խոսքով շատ մոտ էր։ Այնուամենայնիվ ԱՄՆ նախագահը դա դեռ հնարավոր է համարում։ Սպիտակ տան ղեկավարը նաեւ հայտնել է, որ այժմ նպատակը ոչ թե Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարի հաստատումն է, այլ լիակատար հաղթանակը։ Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեսաուղերձում շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին աջակցության համար եւ նշել, որ Իսրայելը քայլ առ քայլ առաջ է գնում Իրանի միջուկային օբյեկտների եւ բալիստիկ հրթիռների ներկայացրած սպառնալիքը ոչնչացնելու ուղղությամբ։ Ֆրանսիայի պաշտպանության եւ ազգային անվտանգության խորհրդի նիստում նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 18-ին կոչ է արել Իսրայելին անհապաղ դադարեցնել այն հարվածներն Իրանի ուղղությամբ, որոնք կապված չեն նրա միջուկային կամ հրթիռային ծրագրերի հետ։ Ֆրանսիայի ղեկավարը նաև ընդգծել է իր մտահոգությունն այն մասին, որ Իսրայելի հարվածներն ավելի ու ավելի հաճախ են խոցում Իրանի միջուկային կամ բալիստիկ ծրագրերի հետ կապ չունեցող թիրախները եւ սրում լարվածությունը, ինչն Իրանում եւ Իսրայելում հանգեցնում է քաղաքացիական զոհերի թվի աճի։ Մակրոնը բացի այդ հանձնարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոին առաջիկա օրերի նախաձեռնությամբ հանդես գալ մտերիմ եվրոպական գործընկերների հետ համագործակցության հարցում, նպատակ ունենալով պահանջ կոդ բանակցային կարգավորում առաջարկել, որը կարող է վերջ դնել Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտությանը։ Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է արել Իրանի Արաք եւ Խոնդաբ քաղաքների բնակիչներին տարհանել դրանց ուղղությամբ պլանավորած հարվածների պատճառով։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ այս շրջանում աշխատում է իրանական ռազմական ենթակառուցվածքների դեմ։ Ավելի վաղ իսրայելցի զինվորականները հայտարարել էին, որ մի շարք հարվածներ են հասցնում Թեհրանում եւ Իրանի եւս մի քանի շրջաններում գտնվող օբյեկտներին։ Իրենց հերթին իրանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իրանի արևմուտքի Քերմանշահի նահանգի Քասրե Շիրին քաղաքում անվտանգության ուժերը հետևել եւ ձերբակալել են իսրայելցի հետախուզական ծառայության 6 կին գործակալի։ Լրացուցիչ մանրամասներ կհայտարարվեն ավելի ուշ։ Թել Ավիվում օդային տագնապի ազդանշաններ են հնչել կապված Իրանի կողմից հրթիռային հերթական հարձակման հետ։ Երկնքում ակտիվորեն աշխատել են հոբ միջոցները, լսվել են պայթյուններ։ Իրանական հրթիռային հարվածից հետո հարված է հասցվել Իսրայելի հարավում գտնվող հիվանդանոցին եւ Թել Ավիվի մոտ գտնվող երկու քաղաքներին։ Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնում են, որ վիրավորվել է ավելի քան 40 մարդ։ Իրանը հայտարարել է, որ Իսրայելի հարավում գտնվող հիվանդանոցին հասցված հրթիռային հարվածի հիմնական թիրախը մոտակա ռազմական եւ հետախուզական բազան էր, այլ ոչ թե բժշկական հաստատությունը։ Իրանական կողմը նշել է, որ հիվանդանոցը ենթարկվել է միայն պայթյունի ալիքի ազդեցությանը եւ նախատեսված թիրախը նկարագրել է որպես ռազմական օբյեկտ։ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վարչապետը կարևորել է Թուրքիա կատարած աշխատանքային այցը, ընդգծել, որ այն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Նա նշել է Էրդողանի հետ հանդիպան կարևորությունը, հույս հայտնել, որ այն նորազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։
Այցի հիմքում ընկած են Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները, իսկ ընթացող գործընթացը հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից։ Փաշինյանը շեշտել է Թուրքիայի հայ համայնքի դերը միջպետական հարաբերությունների հաստատման և երկխոսության խորացման գործընթացում։ Վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։ Իսկ մինչ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում է, Երևանում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակվել կառավարական ամառանոցի, նաև կառավարության շենքի դիմաց։ Ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել հույդա կառույցներում։ Երևանում և մարզերում սրբազան պայքար շարժման 40 մասնակից է ձերբակալվել։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարման ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։ Ոստիկանությունն իրականացվում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ բացատրական աշխատանքներ։ Նախարարությունը կոչ է անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման։ Իրավիճակը մեկնաբանել է Բագրատ Սրբազանը։ Սա մեզ ենթադրել է տալիս, որ իրենք ուղղակիորեն այս հալածանքների շղթան, որը սկսել են, պարզապես այսօր Թուրքիայում գտնվող անձի վախերի արտահայտությունն է լայն իմաստով։ Եվ այդ վախը արտահայտվում է ոստիկանական ռեպրեսիաների, հալածանքների տեսքով։ Ոստիկանությունից են արձագանքել, ասում են, որ օպերատիվ տվյալներ են ստացել հասարակական կարգի խաթարման ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ, դրա համար իրենց բնորոշումը հասարակական կարգի խաթարման վերաբերյալ լրիվ դատարկաբանությունը եւ առաջին հերթին հասարակական կարգը խաթարում են հենց իրենք։ Երկրորդը ուզում եմ ասել, որ սա նաև միևնույն ժամանակ խոսում է այն մասին, որ մեզ անհասկանալի անբացատրելի կերպով տեղի է ունեցել Թուրքիայի այցը, չգիտենք ինչ են այնտեղ նախատեսել, ինչ են ծրագրել, երևի վախենում է վերադարձին ինչ որ բաներ տեղի ունենան եւ հիմիկվանից սկսել են որոշակի իմաստով հալածանքներ ձեռնարկել։ Մեզ դրանով չեն վախացնել, ոչ մի ձևով չեն վախացնել, ոստիկանապետին էլ եմ ասում։ Եվ նայելով իր աչքերին եմ ասում, եւ բոլորին, ովքեր լծված են այս գործին, անկախ նրանից, թե իրենք ինչ ձևակերպումներ կտան, ինչ կասեն, ինչ չեն անի, մեզ որևէ կերպով որևէ չեն կարող ոչ վախեցնել, ոչ հետ պահել այս պայքարից, որովհետեւ մեզ համար սա մեր ուղին է եւ մեր ճանապարհը եւ անխուսափելիորեն պետք է տեղի ունենա։ Մեր հաղթանակի վերջնահանգրվանը պիտի տեղի ունենա։ Մենք փորձել ենք ու շարունակելու ենք փորձել։ Եթե բոլոր խոսողներն ու պայքարողներն էլ չհամակերպեն այս իրավիճակի հետ կամ ասեն դուրս չգանք, որ մեր տներին չմոտենա ու իրականում մոբիլիզացիա տեղի ունենա սրան հեռացնելու նպատակի շուրջ, ես կարծում եմ կստացվի ու դա հեռու չի։ Մեր մոտեցումը հետևյալն է. բոլոր հնարավոր միջոցներով սահմանադրական բանի շրջանակներում երկիր առանց քաոսի վերացնել, բայց համաժողովրդական շատ կտրուկ ընդվզմամբ հասնել մի իրավիճակի եւ սրանց հեռացնել։ Փողոցի գեներացման։ Մենք դրանից չենք հրաժարվել, չենք հրաժարվում եւ այդ ճանապարհը երբեք չենք բացառել ու գտնում ենք, որ այն որ ասում են ընտրություններ, մինչև ընտրությունները շատ դեպքեր եւ իրադարձություններ են տեղի ունենալու, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Եթե ինքը այս ճանապարհով փորձում այս հալածանքների միջոցով ջլատել, պառակտել, վախեցնել, ես հիմա բոլորիդ մոտ շատ ուղիղ հայտարարում եմ, որ այս ճանապարհով մեր հետ չես կարող խոսել։ Սրանով չես կարող մեզ լռեցնել կամ հեռու պահել, վախեցնել հայրենիքի համար պաշտպանելու այս մեր ցանկությունից, քայլերից կամ գործողություններից։ Չի ստացվելու, սա բերելու է նոր հակազդեցության։ Ինչքան կարաս բռնի։ Այսինքն այս 5 տարվա մեջ էսի ոչ առաջինն է, ոչ մեջտեղինն է, ոչ էլ վերջինն է։ Այս է այս մարդու հույսը, փորձի այս ճանապարհով պահել իր իշխանությունը, այնքան պետք է կարողանանք հակազդեցության դատել չտալ։ Առավոտյան ժամը 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Սյունիքի մարզի ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ։ Վնասվել է բնակելի տուն, տուժածներ չկան։ Ադրբեջանական կողմին կոչ են անում հետաքննել ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, նշված է Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ նույնիսկ հիմա։ Երևանը չունի սահմանափակումներ կամ լրացուցիչ պայմաններ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ այս մասին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Մենք պատրաստ ենք ստորագրել հիմա եւ ցանկանում ենք, որ դա արվի որքան շուտ, այնքան լավ, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ասել է Գրիգորյանը։ Նաեւ հավելել, որ այս պահին փաստաթղթի ստորագրման կոնկրետ վայրի ու ժամի վերաբերյալ պայմանավորվածություններ չկան։ Մհեր Գրիգորյանը հանդիպել է նաեւ Ռուսաստանի փոխվարչապետի հետ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեվիդ Լեմին Վաշինգտոնում հունիսի 19-ին կայացած հանդիպման ժամանակ համեմատել են դիրքորոշումները Իրանի շուրջ, ինչպես նաեւ քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։ Նշվում է, որ Ռուբիոն եւ Լեմին իրենց զրույցի ընթացքում անդրադարձել են նաեւ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի համագործակցության այլ առանցքային ուղղությունների, այդ թվում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու ջանքերին։ Բացի այդ, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը եւ հաստատել պաշտպանական ծախսերի ավելացման կարեւորությունը խաղաղության եւ կայունության ապահովման համար։ Իսրայելն Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին չի դիտարկում որպես իր հարձակումների անմիջական թիրախ եւ չի ձգտում փոխել երկրում կառավարությունը, ասել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։ Հերցոգը շեշտել է, որ Իսրայելը չի բացառում Իրանի հետ հակամարտության դիվանագիտական լուծումը։ Մեկնաբանելով այն հնարավորությունը, որ Միացյալ Նահանգները չի միանա հակամարտությանը, նա ասել է, որ Իսրայելը գիտի, թե ինչ անել։ Սակայն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չի բացառել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի դեմ հարվածը։ Նեթանյահուն ընդգծել է, որ այս գործողության ավարտին Իսրայելի նկատմամբ չի լինի ոչ միջուկային եւ ոչ բալիստիկ սպառնալիք։ Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարություն էր արել լրատվամիջոցների համար Հոլոնում ուղիղ հրթիռային հարվածի վայրում, սպառնալով սպանել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Թեհրանին, թիրախավորելով տասնյակ օբյեկտներ։ Հարվածների համար գործի են դրվել 60-ից ավելի կործանիչ։ Հարվածներն իրականացնելու համար օգտագործվել է շուրջ 120 զինամթերք, որոնք ուղղված են եղել Թեհրանի շրջանում հրթիռների արտադրության վայրերին եւ միջուկային հետազոտական կենտրոններին, որը ըստ Իսրայելի բանակի ներգրավված է Իրանի միջուկային զենքի մշակման մեջ։ Իսրայելի պաշտպանության բանակը նաեւ նշում է, որ հարվածը հասցրել 3 հրթիռային կայանքների, որոնք պատրաստվում էին Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակել։ Իրանը եւս հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին, ինչի հետևանքով մարդկանց հրահանգվել է ապաստարաններ մտնել։ Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդում է, որ մինչև օրս Իսրայելի օդային տարածքի համար վտանգ ներկայացնող թիրախների 95%-ը հաջողությամբ խոցվել է։ Բիշեբա քաղաքում գտնվող Microsoft-ի գրասենյակի շենքը նույնպես այրվել է իրանական հարվածներից։ Հաղորդվում է 5 վիրավորի մասին, դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Իսրայել-Իրան հակամարտությունը պոտենցիալ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար կապված Մերձավոր Արևելյան տարածաշրջանի երկրի սահմաններին մոտ գտնվելու հետ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պատերազմը, որի ականատեսն ենք մենք, հղի է աշխարհագրության ընդլայնմամբ, նոր մասնակիցների ներգրավմամբ եւ անկանխատեսելի հետևանքներով։ Մենք չափազանց մտահոգված ենք այս առումով, քանի որ մենք օվկիանոսի մյուս կողմում չենք։ Այդ տարածաշրջանը անմիջապես մեր սահմանների մոտ է, հավելել է Պեսկովը։ Պեսկովը նաև նշել է, որ դիվանագիտական ջանքերի համար միշտ հույս եւ հնարավորություն կա։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի եւ Իրանի միջև լարվածության սրման ֆոնին ստեղծված անվտանգային իրավիճակը։ Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում Իրանի եւ Իսրայելի միջև լարվածության սրման հետևանքով ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ եւ ընդգծել են հակամարտության դիվանագիտական կարգավորման կարևորությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Հունիսի 20-ին համաձայն հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների տեղի է ունեցել գերիների փոխանակման հերթական փուլը։ Ռուսաստանցի զինծառայողների մի խմբի վերադարձվել է հայրենիք։ Փոխարենը ռուսական կողմն Ուկրաինայի զինված ուժերից մի խումբ ռազմագերի է հանձնել։ Նույն օրը կողմերը շարունակել են վիրավորների փոխանակումը։ Այս պահին ռուսաստանցի զինծառայողները գտնվում են Բելարուսի տարածքում, որտեղ նրանք ստանում են հոգեբանական եւ բժշկական օգնություն։ Նրանք կտեղափոխվեն Ռուսաստան պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններում բուժման եւ վերականգնման համար։